Վաշինգտոնը համաշխարհային քաղաքականության եւ լոբիստական կազմակերպությունների հայրենիքն է եւ հենց այն հյուրանոցում, որտեղ որ առաջացել է լոբիզմ բառը, Վիլյարդում նախագահը հանդիպեց հայկական երկու ամենախոշոր հայկական կազմակերպությունների հետ՝ Ամերիկայի հայկական համագումարի եւ Հայ դատի գրասենյակի ղեկավարների հետ։ Շատ կարևոր է, որ Վաշինգտոնում որոշում կայացնողներն ու քաղաքական վերնախավը տեղեկանան Հայաստանի ու Արցախի մասին առաջին հերթին Հայաստանի նախագահից ու Արցախի ներկայացուցիչներից։ Մենք ակնկալում ենք, որ նախագահ Սարգսյանը այստեղ կներկայացնի հայ ժողովրդի մոտ առկա մտահոգությունները հայոց ցեղասպանության ճանաչման եւ սահմանային լարվածության վերաբերյալ։ Եվ այդպիսի հնարավորություն եղավ նախագահ Սարգսյանը զրուցեց ԱՄՆ կոնգրեսականների ու սենատորների հետ Ռաուլ Վալենբերգ միջազգային հիմնադրամի կազմակերպած հանդիպման ժամանակ։ Wallenberg Foundation-ը շատ կարևոր հանրաճանաչ միջազգային կազմակերպություն է հրեական եւ շատ հայասեր այդտեղ բարոն Էրնիկյանը ղեկավարն է այդտեղ եւ ուրեմն շատ կարեւոր է որ այդ հայ եւ հրեա համայնքների միջև երկու դիասպորաների սփյուռքների միջև կապը հաստատվեն։ Հիմնադրամի կազմակերպած միջոցառմանը ոսկե մեդալով պարգևատրվեց առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի թոռը Ռոբերտ Մորգենթաուն։ Նախագահ Սարգսյանը իր ելույթը սկսեց դիմելով հենց ամերիկացի դիվանագետի ժառանգին։ Պարոն Մորգենթաու, ձեր պապն առաջին ամերիկացին էր, ով աշխարհին պատմեց հայ ժողովրդի նկատմամբ երիտթուրքերի զանգվածային հանցագործությունների մասին, դրանք որակելով ազգի ոչնչացման արշավ։ Նախագահը իր խոսքում մեջբերեց նաև մի հատված դեսպան Մորգենթաուի պատմությունը գրքից։ Ես համոզված եմ, որ մարդկության ողջ պատմության մեջ չկա նման սարսափելի դրվագ, ինչպիսին սա է։ Անցյալի զանգվածային սպանությունները եւ հետապնդումներն աննշան են թվում 1915 թվականին հայ ժողովրդի տառապանքների համեմատ։ Մենք թերևս գործ ունենք մի նոր հանցագործության հետ, որի նպատակն է իսպառ բնաջնջումը։ Ավելի ուշ Մորգենթաուի բնութագրած այդ նոր հանցագործությունն էր, որ Ռաֆայել Լեմկինը որակեց ցեղասպանություն։ Ասում են, քանի դեռ կենթանի է հիշողությունը, կենթանի է նաև ճշմարտությունը։ Հայոց ցեղասպանության առնչվող մի շարք փաստեր մեզ են փոխանցվել Հենրի Մորգենթաուի հուշերից։ Նրա հուշագրությունն այսօր էլ երիտթուրքերի անմարդկային ու վայրագ հանցագործությունների կանխամտածված բնույթը փաստելու կարևորագույն սկզբնաղբյուրներից է։ Նախագահի խոսքով Հենրի Մորգենթաուն էր ամերիկյան մերձավոր արևելյան նպաստամատույց կազմակերպության ստեղծման գաղափարախոսն ու ջատագովը։ Այդ կազմակերպության հարյուրավոր աշխատակիցներ տարբեր երկրներում, այդ թվում Հայաստանում, լծվեցին որփախնամ գործին, վերահասմահից փրկելով տասնյակ հազարավոր հայ որբերի։ Դիվանագիտական առաքելության ավարտից հետո էլ նա շարունակեց իր մարդասիրական գործունեությունը, օգնություն ցուցաբերելով հայրենիքից արտաքսված եւ զանգվածային կոտորածներից փրկված հայ, ասորի եւ հույն գաղթականներին։ Խոսքս ավարտեմ լավատեսությամբ։ Եթե աշխարհում կան արհավիրք ու ցեղասպանություն, կան նաև Վալենբերգ ու Մորգենթաու, ովքեր մեզ համար վաղուց արդեն դարձել են հասարակ անուն։ Հասարակ անուն, քանզի վաղուց արդեն նրանք մարմնավորում են աշխարհի բոլոր մարդասերներին, քրիստոնյա թե մահմեդական, տղամարդ թե կին, հարևան թե անծանոթ, որոնք վտանգելով իրենց կյանքը մահվան ճիրաններից փրկել են հայերի եւ ասորիների, հույների եւ հրեաների, դարֆուրցիների եւ այլոց կյանքեր։ Հենրի Մորգենթաուն եւ Ռաուլ Վալենբերգը նրանց գործն այսօր շարունակողներն ի զորու են փոփոխության բերել, նպաստել մահվան հանդեպ կյանքի հաղթանակին։ Հայտնի է, որ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտին կից հուշապատի վերջնամասում ի թիվս Հայոց ցեղասպանության դեմ բողոք արտահայտած այլ մտավորականների եւ գործիչների ամփոփվել է նաեւ Մորգենթաուի Շիրիմից բերված հողով սափորը։ Իսկ այս տարվա ապրիլին Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում Մորգենթաուի ընտանիքի անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ նրա հիշատակին նվիրված միջոցառում, որի ընթացքում ներկայացվեց Մորգենթաուի հուշագրության հայերեն հրատարակությունը։ Ավելին հայկական փոստային ծառայությունը թողարկեց նրան նվիրված դրոշմանիշ։ I think that people have been trying to Մարդիկ հրաժարվում են ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Ուրախ եմ, որ այսօր կոնգրեսի շենքում խոսում են այդ մասին։ Իմ կարծիքով սա շատ կարևոր է։ Իմ պապը Օսմանյան կայսրությունում Միացյալ Նահանգների դեսպանն էր եւ ականատեսն էր ու վկան, թե թուրքերն ինչ էին անում։ Եվ կարծում եմ, որ իր կյանքի ամենամեծ ցանկություններից էր տեսնել անկախ Հայաստանը։ Նա չտեսավ դա, բայց ուրախ կլիներ իմանալով, որ այն այսօր կա։ Ռաուլ Վալենբերգ հիմնադրամում է հայամետ ու հայկական ամբողջ քաղաքական վերնախավը։
proud of the American ambassador during World War I. Հպարտանում եմ առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում Ամերիկայի դեսպանի համար։ Միացյալ Նահանգները արեցին ավելին, բայց ոչ բավարար մեր երկիրը բացելով վերապրողների առջև, հրապարակելով հայոց ցեղասպանության մասին արձանագրությունները։ Բայց ոչ մի պետություն ի վիճակի չեղավ կասեցնելու հայոց ցեղասպանությունը եւ հիմա դրա պտուղներն ենք քաղում։ Թուրք պատմաբան Թաներ Ակչամի խոսքով 100-րդ տարելիցը պայքարի միայն սկիզբն է, հաշվի առնելով, որ այսօր Թուրքիան պատրաստ չէ առերեսվելու իր պատմությանը։ I'm very pessimist in that regard because Turkey has a Ես լավատես չեմ, որ Թուրքիայում առաջխաղացում կլինի։ Թուրքիան այժմ ունի քրդական խնդիր եւ մինչեւ այն չլուծի, խիստ կասկածում եմ, որ դրական տեղաշարժ կլինի հայոց ցեղասպանության ճանաչման առումով։ Իմ միակ հույսը ներքևից սկսված շարժումն է, որ կարող է կառավարությանը պարտադրել դիմել որոշակի քայլերի, առաջին հերթին քաղաքացիական հասարակությունների միջև նոր կապեր հաստատելով։ Հայդատի գրասենյակի ղեկավար Քեն Խաչիկյանի խոսքով Թուրքիան պետք է ճանաչի եւ հատուցի։ Այսօր Թուրքիայից բացի ամերիկահայ կազմակերպությունների մտահոգում է նաև սահմանային լարվածությունը։ Վերջին 65 տարիներին ստեղծվել են 93 նոր պետություններ եւ բոլորի հիմքում ընկած է եղել ինքնորոշման իրավունքը։ Եվ Հայաստանը եւ Արցախը իրավունք ունեն որոշելու իրենց կառավարումը, իրենց ինքնորոշման իրավունքը։ Մենք ոչ ավելին ենք պահանջում, ոչ պակաս։ Աշխարհը պետք է ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Այս օրերին հայամետ կոնգրեսականները նամակներով ու հայտարարություններով են հանդես եկել դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան եւ դիմել են Սպիտակ տան վարչակազմին ցուցադրելու համարժեք արձագանք։ Մենք կոչ ենք արել Միացյալ Նահանգների իշխանություններին պարտադրել Ադրբեջանին վերադառնալ հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ դատապարտել այդ պետության ագրեսիվ գործողությունները։ Լարվածության մասին ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել, սակայն չմատնանշելով, թե ով է պատասխանատու, մինչդեռ հստակ է, որ մեղավորները Բաքվում են։ Եվ հավասարության նշան դնելով կողմերի միջև եռանախագահները խրախուսում են Բաքվին իր ագրեսիվ գործողություններում։ Պետք է ստիպել Ադրբեջանին դադարեցնել ագրեսիան։ Ռաուլ Վալենբերգ միջազգային հիմնադրամին է անդամակցում աշխարհի ավելի քան 300 առաջնորդ, հեղինակավոր գործիչներ ու մտավորականներ։ Վաշինգտոնում նրանց միացավ Հայաստանն ու նախագահ Սարգսյանը, ովքեր պատմական արդարությունը զգացել են սեփական մաշկով ու գիտակցում են դրա դեմ պայքարելու եւ կանխարգելելու անհրաժեշտությունը։ Արտակ Ալեքսանյան, ժամը լրատվական, Վաշինգտոն, Միացյալ Նահանգներ։